Պարոն Քութարյան, նախ ինչպես կգնահատեք Ալիցարյանի տեղ ունեցող այս ամենաշրջանացած ձերբակալումը, ձերբակալման ձևը կանոնավորում Լսեք, այն ինչ որ իրականում հիմա կատարում է Հայաստանի Հանրապետությունում, կարող ենք ասել, որ պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Սկսած պարոն Ծառուկյանի ձերբակալման սկզբից, երբ որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հստակ ազդակ տվեց, որ ձերբակալելու է, չէ, իր բառերը չկրկնեմ, ճիշտ եմ այդ աստիճան, ու նաև երբ որ մտան պարոն Ծառուկյանը ստուն, այստեղ խնդիրը գիտեք, այդ կադրերը վստահ եմ բոլորը տեսել են։ Վստահ եմ նաև այդ կադրերը արված էր ինչ որ մի շատ քիչ զանգվածի համար ու ինչ որ մեկի անձնական քմահաճույքների համար։ Իրականում ես լինելով իրավաբան ու փաստաբան, ցանկացած պարագայում կարող եմ կողմ լինել նման ձևով անձին ձերբակալելուն, ընդհուպ միջև, այո, գետնին այսպես ասենք, կապ արգելցելով, բայց այդ պարագայում մենք պետք է մի քանի բան հաշվի առնենք։ Նախ անձը ինչ հանցանքում է մեղադրվում, չգիտեմ, մարտասպան է, այլ ինչ-որ բան է։ Երկրորդ, ամենակարևոր հանգամանքը, որ իրավապահ մարմինները պարտավոր են հաշվի առնել։ Եթե անձը դիմադրություն է ցույց տալիս, անձը փախել է կամ չգիտեմ, հակառակ գործողություն է անում, այդ իրենց ձևաչափը գործառույթը, այո, միտեղ կարող է նորմալ համարվել։ Բայց մենք տեսնում ենք, որ 70 տարեկան մարդը, բարերար մարդը, գործարար մարդը նման ձևով է ձերբակալվում տան մեջ այն պարագայում, երբ որ տան մեջ մենակով կանգնած է, այդ ծիծաղելու է չի, այդ աբսուրդի աշճան է, աբսուրդային ժանրից է ու միանշանակ նորմալ չէ։ Ու այստեղ նաև ոչ այդքան նաև կարող ենք ասել, որ պարոն Ծառուկյանի հարցը չէ, մեր ամբողջ իրավապահ համակարգը լծված է նման ձև մարդկանց ձերբակալելուն, չգիտեմ, կալանավորելուն կամ այլն։ Եթե դա շոու չի, ամենայն անգամ ես չեմ հասկանում, թե ինչ է, ինչ կարիք կար նման ճանապարհ անցած, նման հետագից անցած մարդուն նման ձևով անտեղի տեղը ձերբակալել։ Փաստաբան եք, ինչպես հետևել եք կարծում Միանշանակ Երեք Սարգսյանի հետ կապված, երբ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը փաստորեն հիմա արդեն որպես վկա է եւ հարցաքննություն է անցնում, թեև առաջին հարցաքննությանը նա եւս որպես փաստաբան ներգրաված էր։ Սա որքանով է աննախադեպ եւ ինչ ազդակ է առհասարակ փաստաբաններին։ Սա նաեւ իրավական, հերթական, այսպես ասած, ամենաթողությունն է, բեսպրիձելն է։ Ամենայն անգամ երեք իմ հարցազրույցներից մեկում եմ դրա մասին նշել։ Մեր օրերում որևիցե հարցին, որը քաղաքական հետապնդում ունի, պատասխանել որպես իրավաբան ու փաստաբան, ամենայն անգեղծությամբ մի տեսակ անշնորհակալ գործ է, որովհետև նաև Երեմի Սարգսյանը հետ կապված դեպքը էլի հերթական իրավական ամենաթողությունն էր։ Այդտեղ ես որպես լուրջ եմ ասում, այդտեղ ես որպես իրավաբան կամ փաստաբան անգեղծ չգիտեմ ինչ պատասխանեմ, որովհետև այն ինչ որ սովորել եմ այս տարիների ընթացքում թե փաստաբանական դպրոցում, թե համալսարաններում գրքային իրավաբանությունը, գետնի վրա իրավաբանությունն այսօր այն ինչ որ մենք տեսնում ենք, ընդհանրապես իրար հետ կապ չունեն։